Պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ որոշումը սա է, Ազատություն Ռազիկյան, մի անգամ դուք մեծ պրոբլեմ փորձեցիք սարքել իմ անձի շուրջ, բայց ոչինչ։ Ես ներողամիտ եմ, չկա այդպիսի բան։ Ես ներում եմ։ Շնորհակալություն, բայց պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ փակ լսումներ, Ինչ փակ լսում։ Փակ լսումներ։ Ասեք օրենքի որքետով ես դեմ չեմ։ Ինչ եք անել, ուզում եմ հասկանալ։ Վերջին հաշվով, եթե ոչ մի բան չլինի, կներեք, փակ լսում նշանակում է զեկույց չկա։ Չի հասկանում ես աղջիկ։ Չէ, ես հարցնում եմ ձեզ։ Ես էլ պատասխանեցի, բացատրեցի իրավաբանորեն, որ ես էլ եմ իրավաբանական երկրորդ կրթությունը իրավաբանությունն է, որում կարող եք Ջանգիրյանին հարցնել, ինքից 5 է դրել։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց բնականաբար ինքը որևէ դիրքորոշում հայտնել այս առումով։ Պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ հանձնաժողովում պատասխանել է հարցերին։ Հիմա խնդիր կա, Չկա խնդիր։ Եթե Չկա խնդիր։ Խնդիր Կարծում եք Ալեն Սիմոնյանն է այդպիսի դիրքորոշում։ Ալեն Սիմոնյանը դեռ վերջնական դիրքորոշում չի արտահայտել։ Ես այդպես բան չասեցի։ Շատ լավ, բայց ես էլ հիմա ձեզ ասում եմ, դա խնդիրներ է նորից առաջացրել, որովհետև այդ դիրքորոշումները պետք է հիմնավորված լինեն իրավական լուրջ փորձաքննության արդյունքում։ Հիմա եթե պարոն Սիմոնյանը ասել է, որ ես խորհրդակցել եմ պետական հանձնաժողովի եզրակացությունից ելնելով, կներեք, եւ ես սպասում եմ պարոն Վարդյանին, որ գա եւ ինձ էլ ասի ինչից ելնելով այդ որոշումը կասել։ Եվ վերջին հաշվով ցանկացած խնդիր որ դրվում է եւ դրված է օրենքների մեջ, պետք է ծառայի նպատակին։ Քննիչ հանձնաժողովի նպատակը վերջնական զեկույց ունենալն է։ Իսկ վերջնական զեկույցը պետք է լինի որակական։ Իսկ եթե ընդամենը էջեր լրացնեի բերեի, դա մի կոպեկ արժեք չուներ։ Իսկ դուք իրավական ազգային ժողովի նախագահ այսօր Այո, ես նամակ եմ ուղարկել։ իրավական ինչ կներեք։ Ես նամակ եմ ուղարկել։ Հիմնավորումներ եք ներկայացրել, Այն բացատրությունները, որոնք ծնվել են տարբեր բարձրակարգ իրավաբանների հետ քննարկումների արդյունքում չտամ անուններ, որովհետև երբ որ պետք լինի կտամ հետո։ Պարոն Քոչարյան, ազգային ժողովի նախագահը այսօր ասաց, որ այսօր էլ քննարկվել է եւ այսօր են որոշել, դուք էլ արդեն տեղեկացված Չէ, մի րոպե։ Չէ, ասելա, որ ինքը ուզում է լսումներ կազմակերպի։ Ես հիմա չեմ հասկանում։ Եթե լսումներ կազմակերպում եք, նշանակում է զեկույցը չկա։ Այսինքն դուք համաձայնություն չեք։ Լսեք, մենք կամ շարժվում ենք իրավական օրակարգով, պահանջով, կամ լսումները միշտ կարելի է անել։ Լսում դա նշանակում է այլ ռեժիմ։ Լսում հանձնաժողովն է կազմակերպում, այդ լսումներին ովքեր պիտի մասնակցեն։ Եթե լսում է քաղաքացիությունը պետք է մասնակցի։ Պատգամավորները ասած։ Այդպես լսումներին պետք է բոլորը մասնակցեն։ Ոնց կարա լսում միայն պատգամավորները, մեր դեպքում լիագումար նիստ է։ Ոնց այն ինչի չենք անում այդ լիագումար նիստը։ Այդտեղ էլ չխնդիր է։ Բայց եթե չենք անում լիագումար նիստը հողում անելով, որ ժամկետը խախտված է եւ զեկույց չի եղել, նշանակում է զեկույցը չկա։ Եթե լսում են գնում, դա արդեն ուրիշ թեմաներով։ Խոսենք 44 օրյա պատերազմի ինչ-որ դրվագների մասին։ Օրինակ Ես պատրաստ եմ, դուք շատ լավ գիտեք։ Լսում չի կարող լինել, պարոն Քոչարյան։ Կհիշեք, դուք եք կարծեմ ձեր հանձնաժողովը։ Խոսքը սահմանադրական օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին է։ Դուք հիմա այլ ռեժիմի մասին եք ասում։ Այդ ռեժիմն էլ իրավունք ունի գոյություն ունենա։ Երբ որ բոլոր հարցերի պատասխանները սպառվել են, բայց այդ հարցերի պատասխանների իրավական սպառելու համար պետք է հասկանալ ինչ խոչընդոտ կա։ Եթե նպատակը զեկույցն է, զեկույցը պիտի գա լիագումար նիստ։ Եթե նպատակը զեկույցը չի, ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել։ Ձեզ թվում է իմ բոլոր աշխատանքային քննարկումները այս թեմաները շրջանցում են։ Վերջերս մեր հանձնաժողովի ամբողջական տիրույթում նմանատիպ հարցերը թե ազգային ժողովի ներսում, թե ազգային ժողովից դուրս, դրանք բազմաթիվ են։ Ուզում եք պնդել, պարոն Քոչարյան, որ այս ամբողջը զուտ իրավական վեճ է։ Այո։ Ոչ մի Ես սպասում եմ իրավական վեճի հիմնական մասնակիցներից մեկին Վլադիմիր Վարդյանի վերադարձին, որովհետև մեր քարտուղարության մեկնաբանությունները կներեք համոզիչ չեն։ Տիկին Խաչատրյան, ձեր համար եմ ասում։ Ձեր համար եմ ասում։ Համոզիչ չեն առումով, որ կա նախադեպ եւ քարտուղարությունը եթե ունի տեսակետ, պետք է տեսակետը ունենա նաեւ այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի նախագահ Արադ Միրզոյանն է եղել եւ այդ նախադեպը խոսում է, որ իրավական այս խնդիրը կարգավորված է։ Նախադեպը, դա խախտել չի կարելի։ Դա խախտելու դեպքում կարող նախադեպներով առաջ չեն գնում։ Մոռացեք ամբողջ աշխարհը գնում է, մենք բացառություն ենք։ ազգային ժողովի Դուք ասել եք, որ հետախուզությունը զեկուցել է, որ պատերազմ է լինելու։ Փակագծերը կբացեք, կասեք առհասարակ ինչ կարևոր տեղեկություն է։ Դուք հիմա գաղտնի տեղեկություն եք ուզում տիրել։ Այնքանը որքանով թույլատրելի է դա։ Թույլատրելի չի այս պահին ոչինչ։
Ինչ բացահայտումներ կան, որոնք ժամկետը լրացան, ժամկետների խախտում կար։ Ձեզ երբևէ ասել են, որ մի Ոչ, իհարկե ոչ, իհարկե, բայց քան ինչի ենք տանջվում, չեք պատկերացնի, քանի ժամերի եթե վերացնենք, օրեր, ժամեր, ամիսներ, տարիներ, դու պատկերացրեք այդ աշխատանքի ծավալը, երբ որ ես զեկույցը ներկայացնեմ ինչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը, կարամ զեկույցի էջերի քանակ ասեմ, ինչ որ ես կարտամ, 215, բայց միայն եզրակացությունը ինքը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում, եզրակացության զեկույցի մեջ, բայց զեկույցը ունի գաղտնի, շատ գաղտնի, խիստ գաղտնի, հուշ գաղտնի, դա բարդ խնդիր է, այդ զեկույցի ներկայացնելն էլ բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ Օրինակ դուք առանձնացրել եք, քանի տոկոսը հնարավոր կլիներ հրապարակային օրինակ ներկայացնել։ Իմ համար այո, բայց ես պետքա նայեմ մթնոլորտը ինչպեսին կլինի, որտեղ այս զեկույցը պետքա ծառայի իր նպատակին։ Դա այն բացթողումների, պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետքա լինի ուղղակից դրանք օր առաջ վերացնել։ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը կա, ինչ որ առումով այդ քննությունները կա, բոլորինս էլ կա, հետո Ինչի Փաշինյան չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր։ Իսկ նախկինները մեղավոր են, հիմա չեմ խոսում նախկինների մեղքերի մասին։ Մենակ ասեմ բանգաբուտուլգեկը այսօր փոխված են ամրոցներով։ Թող հասկացողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում ժամանակին մի հատ մեղ չէին արտադրում, այսօր մեր ռազմաշնորհաբերության վիճակը ինչպիսին է։ Այդեք մեղավորներ ման մի եկեք դասեր քաղելու մասին խոսենք։ Չկան մեղավորներ։ Ինչի՞ չկա։ Ինչու՞ չկա։ Քրեական գործերի քանակը պատկերացնում եք։ Զեկույցում կան դավաճաններ էլ, մեղավորներ էլ, ամեն ինչ էլ կա։ Հաջորդեն քրեական գործեր։ Ես քննիչ չեմ։ Սա քաղաքական իրավական քաղաքական փաստաթուղթ է։ Դավաճաններ։ Ինչի դուք չգիտեք, որ քրեական գործեր կան դավաճանություն։ Թե զեկույցի մասին չէի։ Դրա մասին այդպիսի հատված կա։ Պարոն Քոչարյան, երբ որ հանձնաժողովը ձևավորվեց եւ սկսեց աշխատել, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը շարունակվում էր։ Օգոստոսին ունենք արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր։ Հնարավոր է, որ զեկույցը խանգարի խաղաղության գործընթացին։ Բայց դրա համար զեկույցը պետքա փակ ռեժիմով լինի, որպեսզի որևէ շահարկումների տեղ չտա։ Իհարկե կլինեն արտահոսքեր, որը միշտ կարելի ասել, որ դա ճիշտ չի։ Զեկույցի գաղտնիության հենց իմաստը դրա մեջ է։ Իհարկե բոլորը կդժգոհեն, որ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ այնպես արեց, որպեսզի զեկույցը հասանելի չլինի լայն հասարակությանը, բայց կներեք, բոլոր երկրներում էլ կան զեկույցներ, որոնք, ասենք նույն Ամերիկայում Քենեդի սպանությունը չէ 40 թիվը փակ է լինելու։ Իսրայելում նմանատիպ զեկույցները 10 տարուց ավել են տևել։ Հիմա ժամկետի խնդիր է։ Բայց չգիտեք, որ նման բարդ առաջի անգամ է, որ ազգային ժողովը երկու մեծ քննիչ հանձնաժողով մեր հանձնաժողով աշխատանք է կազմակերպել 44 օրյա։ Դուք չգիտեք, որ եթե այդ ժամկետով եք անում, դուք զեկույց չեք ունենա որակել։ Գուցե պետաիրավական առաջերտին մտածել այդ ժամկետները նմանատիպ հանձնաժողովների աշխատանքի համար ընդհանրապես անել, որովհետև եթե շարժվենք օրենքի տրամաբանությամբ, որը իմ համար ընդունելի է, որ ասում են, դա պարոն Քոչարյանի մեկնաբանությունն է։ Այդ մեկնաբանության պայմաններում, եթե այլ ճանապարհով գնանք, իմ լիազորությունները կավարտի ազգային ժողովի աշխատանքների ավարտի հետ մեկտեղ։ Ըստ այդ տրամաբանության։ Բայց քանի որ հիմա ներկայացված է, եթե զեկույցը կապտի գալի ագումար, եթե զեկույցը չկա, ապա ինչն ենք տանում լսումների։ Այդ հարցի պատասխանը, եթե Վլադիմիր Վարդանը կարողանա բացատրի, ես ուրեմն կընդունեմ դա եւ կգնամ ձեր հետ միասին զրույցի լսումների մեջ։ Պարոն Քոչարյան, ես ճիշտն ասած Չէ, որտեվ Ալեն Սիմոնյանը ասաց, որ խորհրդակցել է իրավաբանների եւ մեր քարտուղարության պետի հետ։ Երկուսն էլ շատ հարգված մարդիկ են։ Պետայրավական կարող է ես եմ։ Դու ազատություն ռազմական ինչ-որ հետ անգել process-ը։ Երեք տեղից ասաց, որ կարծիք կա, երեքն իդենտիկ են։ Երրորդը ասաց, որ ինքն է, որտեղ իրավաբանական կրթություն ես էլ ասում։ Պետաիրավականն էր, պարոն Քոչարյան։ Պետաիրավականը դա հանձնաժողով է։ Պարոն Վարդյանը դա անհատ է։ Հա, դուք իրավաբանական կրթություն։ Կարծիքն եք նաև ուզում, պարոն։ Հանձնաժողովի նախագահի, որտեղ տրվել է հանձնաժողովի անունից կարծիք։ Դե կարծում եք ինքը տեղյակ։ Ես ուզում եմ այդ կարծիքին ծանոթանամ, վատ բան եմ ասում։ Ձեր համար եմ ասում։ Ինձ մի հարցրու, կարծիք տվողին հարցրու։
Եվ պարոն Քոչարյան, մի հարց է, դուք անընդհատ ասում եք, որ դա պետք է հանրության բանը դառնա զեկույցը, նաև հանրությունը տեղեկան խնդիրներից։ Մյուս կողմից էլ ասում եք զեկույցը այնպեսին է, որ պետք է փակ լինի։ Այո։ Հիմա վերջը մարդիկ ինչ որ տոկոս հնարավորություն կունենան Բայց գոնե ծանոթանալու, թե ամբողջությամբ գոնե փակ պետական կառույցների համար կլինի բաց, որոնք իրավասություն ունեն, որոնք պետքա այդ զեկույցից վերցնեն հատվածներ եւ այդ հատվածներին առնչվող թեմաները ուսումնասիրեն եւ տան լուծումներ։ իրենց նկատմամբ, իսկ Եվ ձեզ ասեմ, զեկույցի պատրաստելու ընթացքում նաև գլխավոր դատախազին մի հսկա կտոր արդեն ուսումնասիրված ասահականների հատվածը ուղարկեն գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ ընթացք տան այդ երևույթների նկատմամբ։ Շնորհակալություն։